Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, ամենահետաքրքիր զարգացումներն են դեռ առջևում։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու իրենց կողմից սիրված կերպարներն ինչպիսի որոշումներ կընդունեն, որպեսզի հեռուստասերիալն էլ ավելի ինտրիգային ու դիտարժան դառնա։ Հեռուստադիտողների համար անակնկալ էր, երբ Իննան որոշեց, որ պետք է հանդիպի Լեոյին ու խոսի նրա հետ, ավելին առաջարկ անի, որպեսզի Լեոն վերցնի Լեային ու երկրից հեռանա։ Նա որոշել է հոգալ բոլոր ծախսերը միայն նրա համար, որ իր դուստրը երջանիկ լինի, քանի որ նա տեսնում է, որ Լեան տառապում է, դժբախտ է ու Հունանն էլ ձեռքերը ծալած նստել ու սպասում է, թե երբ է իր դուստրը կործանվելու։ Նա չի հասկանում ինչ է կատարվում իր շուրջը, քանի որ նա մտածում է միայն Ռաֆից վրեժ լուծելու մասին, անգամ այն ժամանակ, երբ Ռաֆն արդեն մահացել է տարիներ առաջ իր իսկ ձեռքով։ Ինչպես նա էր Ռաֆի գերեզմանին ասում, նա պետք է չմահանար, որպեսզի հավասարը հավասարի հետ կռվեր, բայց հիմա ստիպված են նրա փոխարեն պատասխան տալ իր զավակները։ Հունանը ձեռքերը ծալած չի նստելու ու հավանաբար Լեոն, Դավիթն ու Մանանը դեռ շատ մեծ ու կարևոր խաղի մաս են դառնալու։ Իհարկե, սա Հունանի ծրագրածով, թե ինչ է սպասվում այս կերպարներին, ցույց կտա ժամանակը։ Ինչպիսի որոշում կընդունի Լեոն, արդյոք կընդունի Իննայի առաջարկը ու Լեայի հետ պարզապես կմեկնի երկրից։ Հունանը շատ լավ զգում է, որ Իննան լարված է ու հասկանում, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։ Կհաջողվի Իննային շեղել Հունանի ուշադրությունն ու Լեան ու Լեոն հեռանան երկրից։ Դժվար է ասել, քանի որ հեռուստասերիալում շատ փոփոխություններ կենթարկվի, եթե նման առաջարկն ընդունվի, բայց ամեն ինչ հերթով։ Օլգան որոշել է ինքը բացահայտի ողջ ճշմարտությունն ու Լեոյին իր ընտանիքի հետ միասին որոշում է հրավիրել իրենց տուն։ Ցանկանում է իմանալ ինչ է իրականում կատարվել, որովհետև Օլգան միամիտ չէ ու հասկանում է, որ Ավոյի խոսքերը հենց այնպես ասված խոսքեր չեն, բայց որոշում է համոզվել, որ Դավիթ պապն ընդունակ է իր թոռան մասին չհետաքրքրվելու ու ավելին, չթողնելու, որպեսզի Ավոն հետաքրքրվի։ Բայց արդյոք Լեոն կգա Վովայի տուն ու նրանք կհանդիպեն, կիմանանք շատ շուտով, առանց այն էլ Լեոյի կյանքում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, և եթե բացահայտվի, որ Վովան էլ իր եղբայրն է ու Վովան փորձի հեռու մնալ այդ ընտանիքից, բնականաբար նոր խնդիրներն էլ ավելի կշատանան։ Բայց ամեն ինչ հերթով։ Գրիշոն փորձում է Մանանի սիրտը շահել, բայց Մանանն այլևս այն միամիտ աղջիկը չէ։ Մանանը տեսնում է Գրիշոյին սիրուհու հետ ու բնականաբար հասկանում, որ նրանց միջև այլևս մեծ անդունդ կա, բայց Մանանը միամիտ չէ ու չի թողնելու, որպեսզի Գրիշոն կարողանա երջանիկ լինել։ Հատկապես շատ շուտով պարզվելու է, որ Մանանը սպասում է Գրիշոյի երեխային։ Բայց շատ հետաքրքիր զարգացում է սպասվում նաև Էռնայի կերպարի հետ կապված։ Վերջին շրջանում Էռնայի կերպարը չի երևում հեռուստաէկրաններին ու հավանաբար ինչ-որ բան կապված է դերասանուհու հեռուստասերիալից հեռանալու հետ։ Ռուզաննա Մանուչարյանն օրեր առաջ տեղեկացրեց, որ այլևս չի նկարահանվի հեռուստասերիալում ու Էռնայի կերպարն ավարտվում է։ Բնականաբար հուզիչ ավարտ է սպասվում, բայց թե որն է եղել բուն պատճառը, որ դերասանուհին իր կերպարը չի շարունակում, ցույց կտա ժամանակը։ Դե ինչ, իսկ դուք չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում Իննային կհաջողվի Լեոյին ու Լեային հանել երկրից և արդյոք նրանք կորոշեն միանալ Իննայի ասածներին ու ուղղակի փախչեն երջանիկ լինելու համար, թե Հունանի ձեռքերն այստեղ էլ կերկարեն ու նա կհասցնի նրանց պահել ու դուրս չթողնել երկրից։ Ամեն դեպքում շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, այնպես որ միացեք մեր ալիքին, որպեսզի լինեք առաջինը տեղեկացված։
Սեղմեք զանգակոճակը նորությունների մասին տեղեկատվություն ստանալու համար և իհարկե մեկնաբանություններ բաժնում գրեք նաև, թե ինչ եք կարծում, ինչու է Էռնայի կերպարը նման կերպ ավարտվում, արդյոք սցենարային լուծում է, թե դերասանուհին որոշել է չնկարահանվել հեռուստասերիալում։